բալաջա։ Ոնց եք ապրում, լավ եք։ Չէ, բայց ես ինձ չկթես, ես հավես չունեմ, ես քեզ հետ կզրուցեմ։ Մի քանի ամիս հետո ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանում։ Լիանա ջան, հասկանում եմ։ Ոչ մեկի գործը չի, թե ես ում եմ ընտրելու, բալես։ Մենակ արի ականջիդ ասեմ։ Ուրա մեզ, բայց օտե չկցես, այդ երեխան էլ ասա։ Ես առաջի անգամ, որ մեր տենց եմ ասում, հարգարժան վարչապետը, պարոն Նիկոլ Փաշինյանը, որ ընդունվեց, ես աշխատանքի մեջ էի, գնացի հասա այն ժամանակ, որ փակել էին դռները, ասում փառք, որ ես չեմ ընտրել։ Դες ասում եմ, մեծ խաչ, դեզ էլ մեծ էլ։ Մեր տունն էլ ուրախել եմ ձեզ տուն։ Ես լավ եմ արել, որ չեմ ընտրել։ Ու ես զգում էի, որ այս էսենց վիճակի ենք մենք հասնելու, Լիանա ջան։ Բայց ինչ վերաբերում է, որ այսքան վատ բան, այսքան սենց կիղտոտ, այսքան վատ մտքեր ունեցող հոգեբանություն, ինքը որ իր մեջ է շնչում, էդի վատ բան է։ Ինչի համար սենց արեց։ Խիլ արեց, ինչի թուրքերին մեր վրա լարեց, մեր ջայլներին տարավ կոտորեց, հա? Ես չեմ իման, բալաջան, ես ուզում եմ, որ լավ պայմաններ լինի, մեր ես ջահել նորացիների, նորաց աճող, մեր ես սերունդին, Լիանա ջան, հանձինս ձեզ, մեռնեմ ջանիդ, ու հանձինս մեր պարոն Նիկոլին, որ նախել հավաքի իրա գլուխը, ուղեղը մի քիչ, ռեգուլար անի, ռուլիկ անի, ինքն ասում, ռուլիկ կանեմ, գեդինը պատերը կսվաղեմ, էդի ճարտահայություն է, դա ինչ ճարտահայություն է, ցավդ տանեմ, ախր բոլոր ժամանակներում ենք լավ ենք ապրել, դու էլ բալիկ ես եղել, մեծացել ես, որ թվ, երևի մի 61-69 թվի ծնունդ ես դու, հա, դե տեսնում ես, դու երեկվա երեխան ես, ես ոչ ագրեսիվ բաներ ունեմ, ճիշտ խոսող չեսնի մարդ եմ, իմ ազգը, էդ էլ ասեմ, իմ աղջիկը 15 թվի հայ թուրքական, որը եղել է իմ մամայի Գերդաստանի հետ, 9 աղբեր ունեցի մամաս, բոլորին թուրքերը կոտորել են, է դրա հիման վրա, գիրք լույս տեսել, ու ինքը ամսի 29-ին, պետք է գնա այդ պրեզը ստանա, եթե այդ գիրքը լույս տեսավ, ես քեզ կգտնեմ, կբերեմ երկուսով կտպեք այդ գիրքը կարդաս։